վերցրել դեպի Մարտունի քաղաք, որտեղից Արցախի պաշտպանության բանակի ուղեկցությամբ փորձում ենք առաջ շարժվել դեպի մեր դիրքեր եւ խնդրեցին լրագրողների խումբը կանգնի այստեղ, որպեսզի հասկանանք վերևում ինչպես է իրավիճակը եւ շարունակենք ճանապարհը։ Նա մենք գիշեր հանգիստա, բայց մեկ միշտ մարտական դեպքում պատրաստենք, էլի իրենց կրակորը նրանց չի կարելի վստահել։ Ինչ են կրակում։ Ամեն ինչ ուզում են, ինչ ունեն, ամեն ձևի, ամեն ինչ։ Բայց այս երկու օրա քիչ հանգիստ է։ Տրամադրությունը անչափ բարձր։ Այն դեպքում էլ, որ մենք առաջվա կռովներից էր, որ եկել ենք իրենց մարտական այդ ոգին ավելի ու ավելի հազարապատկվել է։ Եթե հրաման լինի, կանանք ոչ թե մենակ պաշտպանվենք, այլ նաև առաջ գնանք։ Այդ բանը մեր մեջ կա։ Զինվորը հրամանին է սպասում։ Մենք սաղս հրամանի ենք սպասում, առաջ գնալու, թե պաշտպանվելու, թե ամեն ինչ։ Հրամանն էլ կատարվում է առանց որևէ մի խոսքի։ 100%-ով պատրաստ ենք։ Գերազանց վիճակ, ինժեներական առումով, ամեն առումով պատրաստ են տղերք ցանկացած խնդիր կատարելու։ Զինվորների պատրաստվածությունը շատ լավ։ Միշտ պատրաստ են ցանկացած խնդիր կատարելու։ Կատարում են դիտարկումներ օրվա ցերեկային ժամերին, դիտարկումները կատարվում է այս կահավորված տեղից, կահավորված տեղը թույլ է տալիս օրվա այդ ցերեկային ժամերին միշտ հակառակորդին մեր տեսադաշտում պահել, իր գործողությունները միշտ հետևել, թե ինչ տիպի գործողություններ է իրականացնում, այդ դիտարկումների արդյունքով կարողանում ենք եզրակացության գալ, որ ինչ տիպի գործողություններ ենք ուզում պատրաստվի, իր առաջնային քայլերը ինչ պետք է լինի, որ ուղղությամբ պետք է լինի։ Իրանց զինվորները համեմատած մեր զինվորների շատ մեծ տարբերություն կա։ Մեր զինվորները ամեն մեկը պատրաստ հոգեբանությունը տեղը միշտ ուրախ դեմքով պատրաստ է թշնամուն դիմադրելու։ Իրանց իսկ թշնամու զինվորները ես անգամ մտածում եմ, որ իրանց ստիպողաբար չուզենալով բերում են մարտի դաշտ։ Դրա համար կորուստները իրանց շատ ալնում, իրանց առաջ խաղացումը նպատակին չի հասնում ու ամեն մի գործողություն շատ վատ վերջաբան է ունենում։ Մեր ճաշարանն է, օրվա կարգացուցակով սնունդս տեղ իրականացվում, խորդանոցն է, հիմա արդեն խորդանոցը, որ կամավորական շարժում ունենք, հանգստի սենյակի ենք պատրաստել, որ իրանք էլ կարողանան ցերեկային ժամերին իրանց հանգիստես տեղափոխվեն։ Այստեղ ինչպես եք հանգստանում։ Դե ցերեկային ժամերին դրա համար շեշտեցի։ Հա, էլի տենց նշտեց։ Վերևը արդեն առաջնագիծն է, որ բարձրանում ենք, իսկ այս կողմում արդեն գտնվում է մեր կացարանը, այս կողմում։ Ներշնչենք հետ։ Այստեղ արդեն ցերեկային ու գիշերային ծառայություններ իրականացում հանգստի տեսքով, հանգստի սենյակն է, մեր շներն են, շատ ունենք շներ, իրանք էլ ծառայության ընթացքում մեզ շատ օգնում են։ Ծառայությունը առհասարակ ծառայությունը դիրքերում ըստ օրվա կարգացուցակի է անցնում, ծառայությունը չենք խախտում օրվա կարգացուցակից, մնացածն էլ արդեն մենք ենք կազմակերպում, իհարկե ծառայության շրջանակներում։ Մարտական ոգին շատ բարձր է ու մեր խորին շնորհակալություն ենք ուզում հայտնել ժողովրդին, մասնավորապես կամավորական շարժմանը, որ դժվարին օրերին նրանք մեզ հետ են եղել ու մեզ հետ պատրաստ էին առաջնագծում խնդիր կատարել, որովհետև այդ իսկապես մեզ համար շատ կարևոր է հասկանալը, որ մեր ժողովուրդը մեր կողքին է ու ամեն մեկը իր հնարավորության չափով ուզում էր ինչ-որ բան արածներ մեզ համար, իսկապես շատ շնորհակալ ենք դրա համար։ Ծառայությունը ասում է շատ զգոն իրավիճակում, շատ տրամադրությունը բարձր, այն կարգի բարձր, որ ստե ավելի լավ է, քան ներքև։ Մեր տղաները միշտ լինում են շատ ուշադրության կենտրոնում, ամեն ինչ լինում է
ըստ կարգացուցակի, ըստ մեր դասակի հրամանատարի տված հրամանների, բոլորս էլ հավասար մարտիկներ ենք, մենք ավանականներս, բոլորս հավասար զինվորների հետ, ոնց որ իրանց դիրքերում, այնպես էլ մենք իրանց կողքի։ Զինվորների դուխը մեր դուխից բարձր է։ Զինվոր կա այս դիրքում մեզ է դուխ տալի։ Տարբերություն չկա, զինվորը, բայց արդեն ինքը հասուն տղա է, ինքը գիտակցում է ինչ է հայրենիքը, եթե զինվորը գիտակցում է ինչ է հայրենիքը, դա նշանակում է ինքը արդեն պատրաստ է։ Ինքը պատրաստ է կռվելու, ինքը պատրաստ է պաշտպանվելու։ 15 ամիս է ծառայում ենք ստեղ։ Դες երկու օրը ճիշտ է մի քիչ լարված է եղել, բայց դե դուքներս ոչ մի ձև չեն գցել։ Ինչքանով պետքա կարում ենք պահենք մեր սահմանը։ Ոչ մի ձևով էլ հակառակորդի չի կարում առաջ գալ։ Որ ինքը բանալ գնդացորը բայց ապա իրեն չունի համապատասխան։ Կարող եմ ասել, որ այս պահին սեփական մաշկից վրա եմ զգում ինչ ծանր բան է ծառայությունը եւ ինչքան մեծ ծանրություն են կրում զինվորներն իրենց ուսերին, պաշտպանելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն ամուր, սակայն դա նրանց կամքն է եւ առանց րոպե, առանց վայրկյան անգամ հետ քայլ դնելու նրանք պատրաստ են այս ծանրությունը կրելու իրենց ուսերին, իրենց ամուր ուսերին, ես կարող եմ ասել։ Այսքան օրերի ընթացքում առաջին անգամ մեզ հաջողվեց եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուղեկցությամբ մեզ հաջողվեց մոտենալ դիրքերին եւ հենց դիրքերից զրուցել զինվորների հետ, տեսնել թե ինչպես է անցնում այստեղ ծառայությունը։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ վերահսկվում է եւ սահմանից հեռու գտնվող բնակչությունը չունի անհանգստանալու եւ մտահոգվելու առիթ, որովհետեւ հայ զինվորի ոգին եւ կամքը ամուր է եւ մեր սահմանները պաշտպանված են ոգու ողջ ուժով, զենքով եւ նրանք պատրաստ են ամեն պահի խոցել թշնամուն, եթե այս ուղղությամբ որևէ քայլ կամ գործողություն լինի։ Օրերս երբ ռմբակոծվեց Մարտունի քաղաքը, հենց այս պաշտպանական դիրքերից հակառակորդը ստացավ իր արժանի հակահարվածը։ Լարված օրերի ընթացքում, այս մի քանի օրերի ընթացքում այստեղ արկերը լռել են համեմատաբար, սակայն զինվորները պատրաստ են ամեն պահի պատասխան հարված հասցնել հակառակորդին, եթե նրանք կանցնեն որոշակի գործողությունների կամ կհամարձակվեն այս տարածքի ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել։